Սիրելի հայրենակիցներ, այսօր դուք լսելու եք ոչ իմ ամենալավ ելույթը, բայց միգուցե ամենապատասխանատուն։ Դրա համար հանդարտ, հանգիստ թույլ տվեք, որ ես այսօր առանց բարձրագոչ խոսքերի կիսվեմ ձեզ հետ։ Երիտասարդ հանրապետականները նժդե հղելով ասում են, թե Ռաֆին ինչու մեկ-մեկ օտար բարեր է օգտագործում, այնը ռուսերեն։ Իրենք են օտարի շահերը սպասարկում և ինձ ասում են, թե դու ինչու ես ռուսերեն բարեր ասում մեկ-մեկ։ Ես ուրբաթ օրը ժամը 5-ին մեր հաջորդ հանրահավաքում մի փոքր ավելի դուխով կխոսեմ, բայց այսօր ըստ էության, պատրաստ եք։ Այո։ Հաղթանակը մեր միասնության մեջ է։ Մեր ուժը, մեր ամբողջականության մեջ, որը շատ ավելի զորեղ է և հաղթական, քան մեր առանցին վերցրած բաժինները, հոսանքները, գուսակցությունները։ Այսօր հայ ժողովուրդը խոսել է։ Մեր ձայնը դարձել է օվկիանոս, որը արձագանքվում է լեռներում, և ձորերում, և գետերում, և համալսարաններում, և թատրոններում, և ավտոբուսներում, գյուղերում և քաղաքում։ Մեր միասնական ձայնը, սիրելի հայրենակիցներ, դարձել է հայ ժողովրդի աբակայի մարգարեություն։ Մարգարեություն, որ ասում է, որ յուրաքանչյուր նվաճում, վաստակ, հաղթանակ, բդուղ սկսվում է մի սերմից, այդ սերմը փետրվար 18-ին մենք մեր աբակա սերունդների համար տվեցինք։ Աստվածաշունչն ունի նման հղում հադիգը մեռնելու մասին, բայց յուրաքանչյուր սերմ դալիս է արկասիկ, որը իր մեջ նույնպես ունի սերմ, որը նույնպես կդա բդուղ և աբակա և սերունդ և հայրենիք։ Միասնություն, ներշնչված, անբաժան, անխուսափելի, որը աճում է բոլոր հավատավոր հայերի և հայաստանցիների մտքում, սրտում, գիտակցության մեջ և հոգում, մեր միասնության սիրո մեջ, և այդ սերը ոչ մի կրիմինալ, ոչ մի նախկին նախագահ կամ գուսակցություն մեզնից չի խլելու։ Միասնությունը նաև վախից մեր ազատության մեջ է։ Եվ մենք փետրվար 18-ին հայտարարեցինք աշխարհին և մեր հայրենակիցներին, համաքաղաքացիներին, որ չենք վախենում, մենք ազատ ենք, ազատագրված ենք, և սա մեր հայրենիքն է։ Ազատությունը պատկանում է բոլոր մարդկանց, բոլոր քաղաքացիներին, հայերին, մեր փոքրամասնություններին,
Եվ բոլոր նրանց, ովքեր միանում են ժողովրդին։ Բայց ով խոսում է մեծ, հարուստ է թե աղքատ, կուսակցաբեդ, թե շարքային, ժողովրդի կողքը կանգնելու մասին, ահա հիմա է ժամը, անկախ ձեր անունից, եկեք կանգնեք հիմա ժողովրդի կողքին։ Կուսակցական չխաղաք։ Սա մեր ժողովուրդն է, այո։ Եվ ազատությունը պատկանում է նաև ձեզ, եթե ձեր խոսքը իգադարած եք և կանգնեք հիմա ժողովրդի կողքին։ Եկեք։ Սա ոչ թե կուսակցական կամ քաղաքական շահի համար է, այլ մեր երկիրը ժողովրդին վերադարձնելու, մեր հաղթանակը արձանագրելու, մեր քաղաքացիների խրոխտ, խիզախ, հավանավոր քվեն հարգելու մասին է։ Հարգեք ժողովրդի հաղթանակը։ Ազատությունը պատկանում է նրանց և մեզ, ովքեր հավատում ենք մեր ճանապարհին, մեր ճշմարտության, մեր գադարին, մեր նպատակին, բայկարը, սերմացանը, բերքը, բոլորից պատասխանատվությունն է, ոչ միայն իմը և ոչ միայն ձերը, դա միասին ենք կատարելու, սերմը ցանել ենք, հիմա մենք պիտի բերք ունենանք միասին։ Եվ այստեղ գա բերգրանք, գա պարկ, և նաև գա այն ազատությունը, այդ ազատությունը գիտակցելու համար, որ մենք կարող ենք մաս կազմել այդ միասնության, դա ևս ազատ մարդու կամքի որոշումն է։ Հրաշալի, գեղեցիկ միասնություն, որը արդարության սիրտն է, որը սիրո ապացույցն է, որը ազատության երաշխիքն է, խաղաղության բդուղը։ Մենք արդեն վայր ենք դրել վախի, ստրգամտության, սպառնալիքի, ենթակա լինելու այդ գիտակցությունը և փետրվար 18-ին մենք ասել ենք ոչ թե ոչ, այլ ասել ենք այո Հայաստանին, այո մեր ապակային, այո մեր երեխաներին։ Սա մեր ապական է, նպատակը, տեսլականը, հեռանկարը և դա մենք միասին բերել ենք և ոչ մի ռաֆի, ես ձեր հավասարն եմ, այո, ոչ թե մինչև վերջ, այլ մինչև արշալույս և այդ արշալույսը մենք պիտի տեսնենք միասին, չկասկածեք։ Այսօր Սուսանան մի քանի հերոսների անուն տվեց, Մոնթեն, իմ ընկերը, երդասարդ տարիների, Սպարապետի մասին խոսեց մեր անանուն զինվորների, ես նույնպես բաշխում եմ Լեոնիդ Ազգալյանի հայրենասիրական նվիրումը, և թող ոչ մեկը կեղծ հղում կատարել Լեոնիդ Ազգալյանի հրամանատարության Հայաստանի զինվորին, որ ասում է Հայաստանը և վերջ։ Ինքը կուսակցության համար չասած, ինքը ջարի համար չասած, ինքը ասած մեր երեխաների համար, մեր երակույնի համար, և ոչ թե մեկս մյուսին ինչ-որ աչոկներ հավաքելու համար մեկը մյուսի նկատմամբ։ Սա հայրենիք է և սկիզբ, և Լեոնիդից սովորենք, ոչ թե կուսակցախաղ տալ, այլ հայրենիք փրկել միասին։
Մենք վերջերս գործեցինք մի հրաշալի հայ մարդ, արվեստագետ, մտավորական, հայրենադարձ, ով նվիրեց իր կյանքը մեր քաղաքագործության, մշակույթին, արվեստին, Հակոբ Հակոբյանն է։ Այս ամիս նաև հիշում ենք իմ գրծեր ընկերոջ Տիգրան Հայրապետյանին, գնացեք, կարդացեք իր շիրի վրա ինչ է գրված։ Հիմա մի րոպե լռությամբ հիշենք մեր մեծերին եւ գրծերներին, զինվորներին, քաղաքացիներին, անվանի հրամանատարներ եւ շարքային քաղաքացիներ, զինվորներ, ովքեր կերտեցին այս օրը։ Հիշենք նաեւ Խնգենին, ում ծնունդն է այսօր, հիշում ենք բոլորին։ Համբերում եք ինձ հետ։ Այսօր, ինչպես Արմենն ասաց, մեր հայրենագիցները, գործիչները, համաքաղաքացիները գաբանում են եւ արդաշատում, Ծավ գյուղում եւ Ջրաշենում։ Մենք ողջունում ենք մեր բոլոր հայրենագիցներին եւ ասում եմ, որ ժողովրդի դեմ խաղ չկա։ Փետրվար 18-ի մեր հաղթանակից հետո, որին հավատացիք միայն դուք եւ ես միասին, եւ նրանք եկան անագնգալի, ես փորձեցի լուծում գտնել, իմ ոտքով գնացի Բաղրամյան Բողոդա, ասացի լուծում գտնենք, ճանաչեք ժողովրդի հաղթանակը, Եթե չունեք այդ արժանինքները ճանաչելու հաղթանակը, հարգում եմ ձեզ, նշանակեք նոր ընտրություն, եթե չեք վախենում։ Ամեն ինչը ոչ էր։ Ամեն ինչը ոչ էր։ Առաջարկեցի տարբեր լուծման հնարավորություններ բացասական։ Ես այևս ասելիք չունեմ։ Եվ թեև այդ գրասենյակները, Բաղրամյան, Հանրապետության հրապարակ, քաղաքապետարան, պատկանում են Հայաստանի ժողովրդին, ես այս պահից հետո այնտեղ գնալու եմ միայն որպես ձեր ներկայացուցիչ, բայց ոչ մի բան խնդրելու համար։ Եթե ինքը ասելիք ունի, ես սիրով կլսեմ, հարկանքով կլսեմ, բայց կլսեմ իրեն ազատության հրապարակում, ուրիշ ոչ մի տեղ։ Նոր Հայաստանը, սիրելի քույրեր եւ եղբայրներ, երկունքի մեջ է, ծնունդ եք տալիս նոր Հայաստանի, հասկանում եք, եւ այդ երկունքը նշանակում է, որ լինելու է ցավ, հագազդեցություն, ռեակցիա, կրիմինալ, վախ, բայց մենք խաղաղ, հանդարտ, սահմանադրական չենք ենթարկվելու որևէ մի սատրանքի, որևէ մի պրովոկացիայի, գնում ենք մեր ճանապարհով, թող իրենք մտածեն, բայց ով ձեռք բարձրացրեց Հայաստանի ժողովրդի նկատմամբ, պատասխան կստանա ժողովրդի դատարանի առաջ։ Մինչև ապրիլի 9, լսում եք, մինչև ապրիլի 9 բարոն Սարգսյանը ոչ թե իմ, այլ Հայաստանի ժողովրդի գերագշիր մեծամասնության պահանջով եւ արդար քվեով պիտի ինքնաբացարկ տա։ Պիտի ճանաչի Հայաստանի ժողովրդի հաղթանակը եւ գտնում եմ, եթե ինքը որևէ ասելիք ունի
Ես գոհ եմ բոլորի հետ հաղորդակցության, բայց կգա այստեղ եւ ինձ հետ ձեր առջև կխոսի։ Եթե ուզում եք խոսել, թե ես խոսեմ, ասեք։ Ուժը արյուն չէ, ուժը մեր միասնությունն է, ուժը մեր ազատությունն է, ուժը մեր հաղթանակն է, ոչ մի արյուն։ Եթե ապրիլի 9-ին բարոն Սարգսյանը կեղծ երթում գա Սուրբ Աստվածաշնչի վրա, եթե վեհապար Հայրապետը բղձի, ոչ, իրավունք դեծնում ուժը, Սիրելի հայրենակիցներ, սատրիչները թողում գնան, սատրիչներ։ Ուրեմն խնդրեմ հանգիստ։ Եթե բարոն Սարգսյանը ապրիլի 9-ին կեղծ երթում գա մեր սահմանադրության եւ Աստվածաշնչի վրա, եթե վեհապար Հայրապետը բղձի Աստվածաշունչը օրտնելով ժողովրդին հագասով, հավասով, խեղող, ծաղրող տեխնազույն, դա իրենք կանեն իմ դիագի վրա։ Իմ դիագի վրա դա կանեն։ Ես մարտի 31-ը Սուրբ Հարության տոնն է, Զադիկն է։ Ես մինչև մարտի 31-ը եւ դրանից հետո մինչև ապրիլ 9-ը, եթե իրենք ուժը չգտան իրենց մեջ, ես պիտի աղոթեմ նրանց համար։ Ես այս տարի հավանաբար Սուրբ Զատկվա բադարակի չհասնեմ։ Մի րոպե։ Եթե մինչև մարտի 31 բարոն Սարգսյանը դուխը, ողնաշարը, հայրենիքի սերը չունեցավ ինքնապատար կանելու, ուրեմն ես մի հատ խնդրանք ունեմ իմ աղոթքից բացի, առաջինը Տոսեր Սարգսյանը ասի վեհապար Հայրապետյան, ներողություն, որ երբ մենք սուրբ դաջարում ենք կամ վեհարանում, պետք չգա խմել Հայաստանի նախագահի կամ որևէ մի մարդու գենացը, մի խմեք իմ գենացը, Հայրապետ, դուք ասեք Սերժ Սարգսյանին, որ եկեղեցին անջատ է պետությունից, ոչ թե գործիք է իշխանության։ Հիսուս Քրիստոսի եկեղեցին չի։ Սիրելի հայրենակիցներ, վեհապար Հայրապետ, ոնց որ ես ձեզ համար պիտի աղոթեմ, դուք էլ ինձ համար աղոթեցեք։ Ես աղոթում եմ։ Աստված բոլորիս դա սեր, մարդկայնություն, իմաստնություն դա։
մինչև սիրո, դղամարդության, մարդկայնության և իմաստության բահը ես հայտարարում եմ մեր հրապարակում ոչ թե իմ հացաթուլը, այլ իմ գեղձիկաթուլը, վախաթուլը և սդաթուլը և քանի դեռ բարոն Սարգսյանը ինքնաբացար չի արել հայրենիքի համար, մեր ժողովրդի, իր թորնիկների, իմ թորնիկների և երեխաների ապակայի համար, ես մնալու եմ Ազատության հրապարակում և հաց չեմ ուտելու, և գեղձիկ, և սուտ, և սպառնալիք չեմ ընդունելու որևէ մեկից։ Այս ընթացքում հանգիստ գտնում եմ հանգիստ ոչ մի սադրանք, ոչ մի պրովոկացիա, հանդարտ, իրավունքով, օրենքով, սահմանադրությամբ լսենք իրար, հարգենք իրար և մեր ճանապարհը տանելու է դեպի հաղթանակ։ Հայաստան, Հայաստան, այս ընթացքում սիրելի հայրենակիցներ, ոչ թե իմ կամ մեկ ուրիշի խնդրանքով կամ առաջարկով, այլ համազգային և համապետական հրամայական որպես հենց մեր հրապարակում գազմելու ենք ազգային համաձայնության մեր վարչակարգը։ Բոլոր մարզպետը անխտիր իրենց գեղձիկի համար հրաժարական պիտի տան և դատարանի առաջ պիտի կանգնեն։ Եվ մենք պիտի ունենք նոր մարզպետներ ընտրված ժողովրդի կողմից։ Վաղը և մյուս օրը այս առաջիկա շաբաթվա ընթացքում եթե սահմանադրական դատարանը չուղի իր հետաքիծը, եթե ինքը հակասահմանադրական, հակապետական վճիռ կայացնի, խեղելով ժողովրդի իրավունքը և ընտրությունը, իրեն նույնպես պիտի ասենք ստեղծություն և նաև մեր դատարանը միասին այստեղ պիտի ստեղծենք։ Ով ուզում է, եթե դուք ընկեր, ուզում եք գրոհել Բաղրամյան 26, դա ձեր իրավունքն է, ես դեմ եմ, այլևս ոչ մի ոստիկան, ոչ մի քաղաքացի չի գնալու արյունահեղության, մենք գնալու ենք հաղթանակի այս անգամ։ Աստվածաշունչն է ասում, սիրելի հայրենակիցներ, ամեն բանի ժամանակը կա և աշխարհում ամեն գործ ունի իր ժամանակը, ծնվելու ժամանակը և մեռնելու ժամանակը, դնգելու ժամանակը և դնգածը հնձելու ժամանակը, սպանելու ժամանակը և բժշկելու ժամանակը, քանդելու ժամանակը և շինելու ժամանակը, լալու ժամանակը և ծիծաղելու ժամանակը, ողբալու ժամանակը և բարելու ժամանակը, քարեր գդրելու ժամանակը և քարերը հավաքելու ժամանակը, գրգելու ժամանակը և գրգից հեռանալու ժամանակը, փնտրելու ժամանակը և գործնելու ժամանակը, պահելու ժամանակը և դուրս նետելու ժամանակը, սիրելու ժամանակը և ադելու ժամանակը, պատերազմի ժամանակը և խաղաղության ժամանակը։ Սիրելի հայրենակիցներ, ահա եկել է միացյալ ժողովուրդ, ազգ և պետություն,
մեր ազատության, մեր միասնության և մեր հաղթանակի եղանակը։ Շնորհավորում եմ ձեզ։ Հայաստան։ Այսպես թե այնպես, ապրիլի 9-ին մենք միասին տոնելու ենք նոր Հայաստանի երթմնագալությունը, ինագուրացիան, գեցե նոր Հայաստանը, ապրիլի 9-ին։ Մեր հաջորդ հանրահավաքը, հաղթահավաքը տեղի կունենա ուրբաթ օր, մարտի 15-ին, ժամը 5-ին, դա այն նույն օրն է, երբ Սողոմոն Թելիրյանը հայ ժողովրդի անունից արդարություն իրացրեց ցեղասպանության դահիճի նկատմամբ։ Այդ օրը մենք կքննարկենք ապագա մեր անելիքը, մեր քայլերը, Երևանի քաղաքապետական ընտրությունները, Սահմանադրական դատարանի կայացրած վճիռը եւ արդեն միասին կանցնենք գործողությունների, որոշումների եւ մեր հաղթանակը ամրագրելու գործին։ Մինչ այդ, սիրելի հայրենակիցներ, ողջունելով ձեզ, խոնարհվելով ձեր առաջ, լինելով ձեր զինվորը, ծառան, քաղաքացին, հաշվետու ընկերը, ասում է ազատություն չկա, հաղթանակ չկա առանց միասնության։ Մեր միասնության համար, մեր հաղթանակի համար, մեր ազատության համար, գեցե Հայաստանը, գեցե հայ ժողովուրդը։ Սիրելի Ռաֆի Հովնեսյան, պարոն ջան, սիրելի անկաշար ջեր բարին ասել։ Այն, կետո կկան։
ես արդեն խոսացի։ Ուրբաթորը խոսի շարի։ Աստված ձեր հետ է, Ռաֆի ջան, Աստված ձեր հետ է, ժողովուրդը ձեր հետ է, հետ չմտածես։